Այսօր Արարատի մարզի Այգևան գյուղում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Երևանի կոնյակի գործանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ մասնակցեց խաղողի մթերման մեկնարկին։ Երևանի կոնյակի գործարանը նախորդ տարվա 20344 տոննայի փոխարեն այս տարի գյուղացիներից արձանագրային հիմունքներով կընդունի 24000 տոննա խաղող։ Մթերումը սկսել ենք մոտավորապես 15 րոպե առաջ ձեր ներկայությամբ։ Պայմանագիր ունենք 24000 տոննայից մի քիչ ավելի։ Եվ գնելու ենք այնքան մինչև խաղողը մեր բոլոր պարտավորությունները կատարենք, դրանից հետո կնայենք թե ինչ իրավիճակ է երկրում եւ խաղողի հետ կապված, բայց բան ասեմ, որ խաղողի պահով այսօր Հայաստանում հաստատ խաղողն ավելի քիչ է, քան խաղող ուզողը, այնպես որ այդ տենդենսը Հայաստանում փոխվեց արդեն։ Վերջինս վստահեցեց, որ վճարումները ինչպես նախորդ տարի, այս տարի եւս այն կկատարվի գումարը գյուղացու վարկային հաշվի համարին անմիջապես փոխանցելու ճանապարհով։ Երևանի կոնյակի գործարանը նոր սարքավորումներով է համալրել գործարանը եւ գյուղացու համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները ավելորդ հերթերից եւ ավելորդ ժամանակ ծախսելուց խուսափելու համար։ Գործարանի դարպասի մոտ ամեն վայրկյան դուք կարող եք տեսնել ով է ներսում, ով է պատրաստվում մտնի ներս անուն ազգանունով, իր կոնտրակտի համարով եւ իր անձնական կոդով։ Այսինքն կանաչ սլակը ձեզ ցույց է տալու թե ով է հիմա ներսում խաղող հանձնում, կարմիրը ցույց է տալու թե ովքեր են պատրաստվում։ Եվ դա արվում է սկաներով եւ միանգամից գնում է գործարանի սերվեր, այսինքն այստեղ փաստորեն ոչ մի պայմանավորվածության, ոչ մի իմ հերթը քոնից շուտեր ուշեր, այդ բոլոր հարցերը սարքել ենք ամենաբարձր միջազգային նորմաներով։ Խաղողի մթերումներ կսկսվի նաև Արմավիրի մարզում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վերամշակողներին ամենակարճ ժամկետներում մթերման գործընթացը կարգավորելու գյուղացու աճեցրած բերքն ամբողջովին ու խելամիտ գներով ընդունելու մասին ուղղված խոսքերը լայն ու գործնական արձագանքների են արժանացել հանրապետությունում։ Այս տարի պետք է ասեմ խաղողի լավ բերք է սպասում, անցյալ տարվանից ուրեմն ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ մթերման ծավալները ավելին է լինելու եւ ես պետք է ասեմ, որ մթերման ծավալները այսինքն ավելի շատ պետք է լինի անցյալ տարվանից, որովհետեւ պահանջարկը գինեգործների կողմից ավելի մեծացել է այս տարի։ Եթե անցյալ տարի մթերվել է 129300 տոննա խաղող, այս տարի պահանջարկը կազմում է իրենց կողմից 162-ից 165000 տոննա։ Այսինքն պահանջարկը ավելի շատ է։ Խաղող վերամշակող գործարանները միաձայն պարտավորվել են նախորդ տարվա 128000 տոննայի դիմաց այս տարի մթերելու են մինչև 166000 տոննա խաղող։ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է նշեց, որ մարզի ամենակարևոր խնդիրների շարքում շարունակում է դեռևս մնալ ոռոգման ջրի խնդիրը։ Ամենակարևոր խնդիրներից մեկը ոռոգման ջուրն է։ Ոռոգման ջուրն է, որը այս տարի գիտեք բոլորը որ սակավաջուր տարի է եղել, մենք որոշակի այսպես ընդհատումներով ենք ջուրը մատակարարել սակավաջուր դնելու պատճառով եւ որոշակի աշխատանքներ են կատարել մասի տարածաշրջանում պոմպեր են տեղադրել, որպեսզի ինքնաշատրվանող ջրերը նստել են արդեն պոմպերով միջոցով մենք կարողացել ենք ջուր մատակարարել բնակչությանը։ Անցյալ տարի մթերումը կատարվել է 130 դրամ, իսկ այս տարի Արարատյան դաշտում մեկնարկային գինը համարվում է 140 դրամ։ Այնուամենայնիվ գյուղացին շարունակում է դժգոհել նաև այս գնից։ Պայմանագիրը 12 տոննա է, իսկ մթերումից ես կարամ ասեմ, որ գինը շատ ցածր է։ Դե ինքնարժեքը եթե այդքան ծախսենք դնում այգու վրա, 10-ից 15% եկամուտ է մնում ինձ։ Անի Բաղդասարյան, Աշոտ Մանոյան, Սլայք AM, Արարատի մարզ։